Սանկտ Պետերբուրգում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Թե Պուտինը, թե Փաշինյանը խոսել են Հայաստանի բացվող սահմանների հին երկաթուղային կապերը նորոգելու, նորերը կառուցելու մասին։ Առաջնորդները երկկողմ բանակցություններ են վարել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի ընթացքում Դաշնության ղեկավարը ակնարկել է, որ հայ-ռուսական առևտրաշրջանառությունն այս տարի կտրուկ նվազել է։ Если в 2024 году это было свыше 11 миллиардов, то за первые 9 месяцев текущего года 4,5 миллиарда. Եթե 2024 թվականին այն կազմել էր ավելի քան 11 միլիարդ դոլար, ապա ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ժամանակահատվածում մենք այն կավելացնենք։ Մենք նաեւ լավ պլաններ ունենք։ Արդեն խոսել ենք էներգետիկայի, այդ թվում ատոմային էներգետիկայի վերաբերյալ։ Այժմ մանրամասների մեջ չենք մտնի, բայց հնարավորություն կա քննարկելու, խոսելու։ Լոգիստիկայի մասով նույնպես դուք մեր նախորդ հանդիպման ժամանակ հարցեր էիք բարձրացրել տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնցով մենք կարող էինք համատեղ աշխատել։ Նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը, նոր երթուղիների ստեղծումը, որոնք բացում են Հայաստանի սահմանները։ Старых маршрутов, создание новых маршрутов, раскрывающих границы. Я хотел бы вас поблагодарить за поддержку мирного процесса между Արմենիայի ու Ադրբեջանը։ Կցանկանայի ձեզ շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար եւ ինչպես մենք խոսեցինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցի ժամանակ, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ արդեն գնացքները Ռուսաստանից Հայաստան են ժամանում Ադրբեջանի տարածքով, ինչը կարծում եմ իսկապես պատմական իրադարձություն է, եւ ինչպես դուք արդեն ասացիք, բացվում են նոր հնարավորություններ եւ արդեն կարծես հասունացել է օրակարգը մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման վերաբերյալ։ Նկատի ունեմ մասնավորապես Նախիջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք երկաթուղիներ են, որոնք կապում են Հայաստանը Ադրբեջանի, Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ ընթանում է բավականին ակտիվ քաղաքական գործընթաց։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների բացման մասին, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այն կետին, որ պետք է արդեն իրականացնել նախապատրաստական աշխատանքներ։ Այժմ մեզ մոտ ընթանում են նաև շատ կոնստրուկտիվ երկկողմ բանակցություններ Միացյալ Նահանգների հետ թռիվ ճանապարհի իրագործման եւ շինարարության մեկնարկի վերաբերյալ։ Եվ սա իսկապես շատ մեծ ու բովանդակային փոփոխություններ են մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան նաև բազմաթիվ նրբություններ կապված Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Այսօր կարծում եմ շատ լավ առիթ է այդ բոլոր հարցերը քննարկելու համար։ Политический процесс, не могу сказать, что Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է զրուցել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականների հետ։ Վերջիններս պահանջում են դադարեցնել հայ առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանի հետ ազատ արձակել նրանց բանտերից։ Փաշինյանից մերժում ստանալուց հետո եկեղեցու ներկայացուցիչները ստիպված են եղել տեսաուղերձով դիմել վարչապետին, իսկ վերջինս ուղևորվել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպման։ Քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը կեղծ են, հայտարարություն է տարածել կառավարության պաշտոնական էջը։ Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ TikTok եւ մնացած այլ սոցիալական հարթակներում նորաստեղծ էջերում տարածվում է այս տեղեկությունը, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Կառավարությունը հորդորել է քաղաքացիներին չտրամադրել անձնական տվյալներ եւ չբացել կասկածելի հղումներ, պահպանելով զգոնություն։ Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան։ Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը։ Նրա խոսքով ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։
ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական Armenia Security Partnership օրինագիծը, որը նախաձեռնել են կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գազ Բիլիրակիսը եւ Ֆրենկ Փալոնը։ Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևը եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տալ, քանի դեռ մեջբերում Ալիևի վարչակարգը չի արել հստակ քայլեր Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատման համար։ Բոլոր հայ գերիների եւ պատանների անհապաղ եւ անվերապահ ազատում, ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, Արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության ապահովում։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այսօրվա նիստում եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանք ներկայացրել են իրենց հակապաստարկները մեղադրող կողմի հայտարարություններին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ։ Ելույթի ընթացքում Նեթանյահուն հայտարարել է. «Մեջբերում դիմում եմ նրանց, ովքեր երազում են մեր հողերի վրա իրենց կայսրությունների եւ տիրապետության վերականգնման մասին։ Դա տեղի չի ունենալու»։ Այս կերպ Նեթանյահուն անուղղակի կերպով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Քրդերը հրթիռակոծել են Հալեպի Ալ-Ռազի հիվանդանոցը, նախնական տեղեկություններով կա 3 զոհ, 9 վիրավոր։ Տեղի բնակիչները նկարահանել են, թե ինչպես է Թուրքիայից ծանր տեխնիկա տեղափոխվում Հալեպի շրջան։ Մինչ այս Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին Սիրիայի ժամանակավոր իշխանությունների ուժերի եւ քրդերի միջև բախումների սկսվելուց հետո կոչ էր արվել մնալ տներում։ Ռուս-ուկրաինական խաղաղության ծրագրի փաստաթղթերի հիմնական փաթեթը պատրաստ է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոստանալով ավելի ուշ անդրադառնալ Մայամիում ավարտված երկու երկրների հակամարտության կարգավորման բանակցություններին։ Զելենսկին հավելել է, որ անվտանգության երաշխիքների շուրջ զարգացումները բավականին խոստումնալից են թվում։ Ամենը, ինչ կարելի էր անել խաղաղության ծրագրի առաջին նախագծերի համար, արդեն իսկ կա։ Ծրագրի 20 կետ կա։ Գուցե ամեն ինչ կատարյալ չէ, բայց ծրագիրը կա, մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը։ 74 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգիչ եւ կիթառահար Քրիս Ռինը, այս մասին հայտարարել է նրա ընտանիքը։ Երգիչը երկար տարիներ պայքարել է տարբեր հիվանդությունների դեմ, ի վերջո մահացել շաքարախտի հետևանքով։ Ռինը հանրությանն առավել հայտնի է դարձել 1990-ականներին իր The Road to the Hell երգով։ Կալիֆոռնիայում ողբերգական ավտովթարից մահացել է հայտնի Call of Duty տեսախաղերի շարքի համահեղինակ Վիզ Զամպելան։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է Զամպելայի մեծ արագությամբ սլացող մեքենան։ Վթարից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել, հայտնի խաղի համահեղինակը եւ ուղևորը տեղում մահացել են։ Լուրը հաստատել է Electronic Arts-ը, որին պատկանում են Զամպելայի մշակած տեսախաղերը։